հարցել, նայեք, իշխանությունները ինդիմադիր թե ձեր ուժի մյուս ինդիմադիր, հա, ուժերին այսպես ասում են պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Ես պատասխանեցի, որ 3 գլուխ, չէ, 300,000 գլուխ պատերազմ գուժող կուսակցություն է, ԿՊ-ն 300,000 մարդ Հայաստան բերող, ադրբեջանցի Հայաստան բերող եւ պատերազմ գուժող։ Խաղաղության իրական խաղաղությունը դա երաշխիքներով խաղաղությունն է։ Մենք թուրքերի հետ առանց երաշխիք այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք։ Մենք թուրքերին չենք վստահում։ Ինքը վստահում է, ինչից է վստահում։ Եթե տեսնում, որ երկիրն է օրինակ պատրաստ է հարցազրույցը ուզում ենք հասկանանք, ուղղակի մենք հնարավոր կլինի հարցեր որպես երաշխավոր օրինակ այս պահի։ Տարածաշրջանային երկրներ կան, որոնք հայտարարել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է։ Պարոն Կարապետյան, եթե Գիտեք, մեր հարևան երկրները, նաև կա Ամերիկայի Միացյալ Նահանգները, օֆ-տրիպի նաև որպես վկա է, կփորձենք փոփոխություն տեղի ունենա, որպես երաշխիքներով հանդես գա։ Եթե ձայնագրության մեջ խնդրահարույց ոչինչ չկա, ինչ է կուսակցության ենթադրաբար աշխատակիցը գրասենյակի ասում, բաց կապով մի խոսեք, դա ինչի մասն է խոսում, ինչ է նշանակում։ Երևի տեղեկատվական հիգիենայի հետ կապված հարցեր են։ Նորմալ է, որ օրինակ ասում են այնտեղ ալիկը շալվար է առել, 200,000 տալիս են, 100,000 կտան։ Ասեմ, խոսույթի մեջ շատ բաներ կա, որ կարող նորմալ չլինի, բայց եթե մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների զրույցները լսենք մի օր, մենք շատ նորություններ կիմանանք իրենց մասին, չնայած ձեր մասն է խոսքը, իրենց մասին չէ։ Իրենց միակողմանի պետք է երկկողմանի իրենց արասներն էլ մի հատ բացեն, բայց մի բան կարող եմ ասել հաստատ, մեր ոճի մեջ խոսույթը, այդ ոճի խոսույթը մեր հանրությունից մենք պետք է հանենք, սիրուն չի։ Պարոն Կարապետյան, եւ Ռուսաստանի հետ կորելացիան մեծապես ավելացրած իշխանությունը ձեզ պարբերաբար մեղադրում է ռուսամետության մեջ։ Ինչպես է գնահատում այդ հայտարարությունները։ Մենք տեսնում ենք, որ առևտրաշրջանառության աճերը հենց այս իշխանության ժամանակ են ավելի մեծացել։ Տեսնում ենք, որ ավելի է խորացել տնտեսական կախվածությունը եւ այլն։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Կախվածությունը 2 անգամ բարձրացրել է Ռուսաստանի հանդեպ։ 400 անգամ ավելի շատ արտանում է գնում Ռուսաստան, քան Ֆրանսիա։ Ֆրանսիայի արտանում, այո, ճիշտ եք, Ֆրանսիա գնացող արտանումը, բայց ասեմ, մետված լինելու մասին էլ կասեմ հիմա, Հայաստանից Ֆրանսիա արտանումը Փաշինյանի կառավարության ժամանակ անկում է ապրել 8 տարվա ընթացքում։ 8 տարվա ընթացքում անկում է ապրել։ Ինչ հարաբերությունների մասին է խոսքը։ Դու հələ կարողացի բան վաճառել այնտեղ, պրոֆեսիոնալ թիմ ունեցի եւ վերջապես ունեցի էկոնոմիկայից հասկացող մասնագետներ, նախարարներ, որպեսզի վաճառք իրականացնենք Ֆրանսիա։ 25% անցած տարվա տվյալներով 18 թվի հետ համեմատած արտանումը Ֆրանսիայի իջել է։ Ֆրանսիա արտանումը մոտավորապես իմ հիշելով 400 անգամ ավելի քիչ է, 400 անգամ 440,000%։ Դուք փոխելու եք, դիվերսիֆիկացնելու եք։ Իհարկե, դա է ազատությունը, ինքնիշխանությունը, դա տնտեսության դիվերսիֆիկացիան է։ Պարոն Կարապետյան, ընտրակաշարք ստանալ այդպես է որակում հակակոռուպցիոնը, դուք հերքում եք, թե ընդունում եք այդ մեղադրանքը։ Կան Հայաստանում կան քաղաքապետարաններ, ԿՊ-ական, որ հարյուրներով մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստում են տալիս այս պահին։ Թող մեր ժողովուրդը լավ գիտի, ով ինչա խոսք տալիս, լավ գիտի իրանց փողոցում, ով ինչ է ասում։ Հիմա իրենց օրինակ Նիկոլ Փաշինյանի լայվերում, որ մեկը մոտենում ինչ-որ բան խնդրում ենք, ասում է հիմա արգելք կա, չեմ կարող անել։ Բայց ասում են ձայնագրությունը մարտին է տարածվել, են մեկը նոր է տարածվել, Ճիշտ է, կա մարզպետ, որ տուն է բաժանում։ Կամ մարզպետ, որ օրենքի խախտման նկատի ունեք։ Երևի խախտում չի դա։ Եթե իշխանական ես ու տուն ես բաժանում, խախտում չի։ Դուք էլ լայվի ռեժիմում արեք ինչ անում եք, պարոն Կարապետյան։ Դա խախտում չի լինի, չէ՞։ Նատել սրտիկ ցույց Տեսեք, կարիք չկա դրա, ժողովուրդը փոփոխության է ուզում, 70% մեր ժողովրդի իրանցից հոգնել է։ 70 եմ ասում, բայց ասում են, որ 75 հոգնել է այդ մարդկանցից։ Կարիք չկա մարդկանց մոտիվացնելու, որպեսզի իրանցից հեռու մնան, բայց մարդիկ բարեգործություն են անում, այսինքն խնդիր է, երբ որ շատ գործիչներ են այդպես ասում։ Սոցիալապես անապահով մարդկանց որ տուն տալիս են, դա լավ չի։ Իհարկե լավ է, սոցիալապես անապահով մարդկանց լավ է, բայց ընտրական process-ների ժամանակ իրենք թող գրեն, որ սոցիալապես անապահով մարդկանց տուն տալը լավ է։
օրենքի կապ կա։ Առաջ հարցի հետ կապված իրենք երբ որ այս հարցում ես, իրենք ասում են մենք ընդհանրապես կառավարության մեր ծրագիրն ենք իրականացնում, օրինակ երբ որ իրենց հարցը սուղում ասում եք, երբ որ դուք գնում եք այստեղ քաղաքացիներ ձեզ դիմում են, իրենք ասում են մենք մեր ծրագիրն ենք։ Տաշիր բարեգործականը հարյուրավոր առողջապահական ծրագրեր է իրականացնում։ Մենք դեպք ունենք, որ մարդը հիվանդանոց պարկած այդ հայտարարությունը եղել է, դրանից հետո մենք հայտնել ենք, որ չենք կարողանում ֆինանսավորենք այդ մարդուն, որպեսզի կարողանա իր առողջության հետ կապված հարցեր լուծի։ Բարեգործականը 11-ով, բայց դուք հիշեք Ղումաշյանի դեպքը։ Մարդը 104 տարեկան պատերազմի վետերանին, ով կյանքում երևի ընտրության հետ որևէ կապ չունի, խոսքի մեջ, ում 5 տարի անընդմեջ աջակցել է, ծնունդն է կազմակերպել, տարբեր պատվո երեկոներ է կազմակերպել գոհարմեր։ Տարել երեխան 2 ամսեկան, ուզում են կալանավորին։ Ինչի մասին է խոսքը։ Իրանց հիմնական նպատակը շոու սարքելն է։ Պարոն Կարապետյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ էր հանդիպել, դուք չեք եղել այդ հանդիպանը կամ հրավեր չեք ունեցել իրեն։ Փաշինյանի տնտեսական քաղաքականությանը ծանոթ լինելով ես մեծ պոտենցիալ եմ տեսնում եւ պատկերացնում եմ թե ինչ կարեւոր բաներ են այնտեղ խոսացել ու ինչ մեծ հնարավորություններ է տվել մեր գործարարներին եւ նաեւ վստահ եմ որ գործարարների ներքին կարծիքով նա բավական դրական իմպուլսներ են ստացել մանավանդ որ նրանցից ամեն մեկի վրա 20 հատ քրեական գործային կբացել։ Պարոն Կարապետյան, Օվերչուկի եւ Պուտինի հայտարարություններին հաջորդեցին